Աննա ջան, հանգստանում եք, հաճելի է, գնա։ Ինչ կատարվեց ինձ հետ այս բլբլթացող ջրերի մեջ, ինչ արկածներ տեղի ունեցան, ինչ կերանք, ինչ ժամանցային միջոցներ ընտրեցի, եւ ընդհանուր ինչպիսին է հանգիստը Ծաղկաձորում ես հենց հիմա կպատմեմ, ձեզ հետ վերցրեք ուտելու բան, որ ընթացքում չսովածանաք ու հանգիստ նայեք։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ ես վերցրել էի աղբորս երեխու դոշ լուկը, որ հանգիստ քսվեի ու շորերս չկեղտոտեի, որովհետև ուշ էի արթնացել ու չէի հասցրել պատրաստվել, ամբողջ ճանապարհը անցավ այսենց մեյքափով։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն տեղում ենք։ Այս 2 օրը անցկացնելու ենք Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում։ Հասանք, ուրիշ բան չեմ կարելի որ ասեմ, մտնում ենք ներսես։ Նկատեցին դե 100 դրամս դուր էլի, մենք են դեմն էինք չէ մնալու։ Հա, ձորերն ենք մենք։ Մենք դուրսն ենք։ Դուրսն ենք։ Չեն ջոգել, որ մենք ստեղ չենք մնում, մտնենք ու դդվենք դուրս գանք։ Գնացինք։ Հյուրանոցի նախամուտքը ֆոյեն, սիրուն դասական ոճով։ Հիմա մի փոքր կզբոսնեմ հյուրանոցի տարածքով ու ձեզ ցույց կտամ ինչպիսի տեսք ունի ներսից։ Միջանցքները ֆոյեն, և հյուրանոցի ռեստորանը։ Ամեն ինչ պատրաստ է, մենք հիմա գնում ենք սենյակներում տեղավորվենք, իսկ իմ գրկում աղբորս ճուտիկն է։ Անմենք room tour, let's go։ Աջ մասում գտնում է քրավաթը, ձախ մասում գտնում է սեղանը, որ տեմեն էլի որ սեղանը։ Հյուրասիրություն հատուկ մեր համար, ուռա։ Հենց մտանք տեսանք այս սիրուն անակնկալը հյուրասիրություն մեզ։ Վաու, ես հավանեցի մեր սենյակը, ուռա, մեծ կրավատ, մենակ իմը։ Մի ուրախացեք, քան գալու եմ մոտել։ Իրական, բայց մամասա հետս քնելուն ես մենակ իմը չի։ Այս ձեռքս ուղակի ճամփին կծել է մոդերը։ Դուրս են գալիս բալկոն։ Մաքուրոտ։ Դե ամենակարևոր բանը, որ Ծաղկաձորում կա, այդ կանաչն է, սիրուն եղևնիները ու մաքուր օդը։ Պրոստը վայելեք բնության ձայները։ Այս հանգստությունը ամեն ինչ արժե։ Մեքենա ագնում։ Աղջիկների համար ամենակարևոր սենյակը բաղնիքը, որովհետև մենք ստեղ ենք երկար պատրաստվում։ Ուրա։ Այ։ Տես տամ հարմարավետ մեր բաղնիքը։ Նու արես կցի սումկետ։ Ինչ հատա դուր գալիս տեղի մաքրությունը, ինչ խոսք։ Հարմ աղբյուրի ջոր, Ծաղկաձորի ջորն ինձ ուր է տա։ Մի խոսքով մեր համարի բաղնիկ սուքարանը։ Հարմարավետ ու սուպեր մաքուր, լայք։ Դեստե բարնա, ես նայ, լսում ես, հարսիս եմ ասում, լավ ես լսում, բարից բան չվեկալ ես, թանգագալու չի կալի, կաղոք գիտես աղբերս աշխատմա սաղորը, որ կեզ պահի, մեր մինի բարը, խնդրեմ, ես նոր արդեն կերել ես, դե մի հատ սնիկերս կար, ուրա? Վերացրեք առանց հետքերի, ջոնի, պապիկը լավ չի, տատիկը լավ չի,
Տունս կտակում եմ քեզ։ Շատ կարևոր փաստ մեր սենյակի մասին։ Ստեղ կա մի հատ դուռ, որով միանգամից անցում են կատարում իմ հարսի սենյակ, բայց այդ դուռը փակ է ու շատ լավ է որ փակ է։ Մի հատ տրամաբանեք ինչի է փակ այս դուռը։ Փակ է, որովհետև վտանգ կա, որ հարսերը կատաղած կարող գիշերը գան եւ տալերին խեղդեն։ Դրա համար այս դուռը փակ է։ Շնորհակալություն Մարիոտ ձեր սփորթի համար։ Սրտիկներ։ Այս հայլին ինձ թվում է սիրուն մաստերից մեկն է, որտեղ որ վաղը կլինի ինձ թվում է get ready with me։ Ընդհանուր սենյակը էս էր։ Ու տելևիզատոր, էպիլատոր, որ ոչ մեկ ինձ թվում է չի նայում երբեք։ Տեսլեք մարդ, որ գա հանգստանալու տելևիզորով, ասենք, չգիտեմ, սերիալ նայի։ Կա տենց մարդ։ Հիմա գայս ենք երկրորդ սենյակ, հարսի սենյակ ենք գալիս, այն սարսափելի մոմենտը հիշում եք, չէ՞, այդ շարունակվում է։ Մի հատ նայեք, վեշերը սաղ իրա մոտ է։ Ես չգիտեմ ինչի այնքը սաղ վեշերը բերել, իրանով է ուզում անի, բայց ինչ որ է, անցանք առաջ։ Եվ այստեղ տեսնում ենք արդեն թափորտված կոշիկներ։ Ոնց է ձեր սենյակը ավելի մեծ խի։ Հա, դու ունես երկու կրավատ, որ ինչ։ Որ ինձ առավել զգամ։ Նայեք արդեն հյուրասիրությունը, ինքը արդեն կերել է իր հյուրասիրությունը։ Խոզուկը։ Հələ մի հատ իրան բալկոնը նայեք։ Ստեղ բալկոնчика իրոք էս մի սենյակի շատ սիրուն է ու մեծ։ Ոյ, ոնց է կարոտել բնություն։ Երկրորդ սենյակի բաղնիքն է։ Ստեղ ավելի մեծ է, ստեղ կարան, չգիտեմ։ Երեք, խե հարսի սենյակ ավելի մեծ, քան Տալինը։ Ավելին ասեմ, ես բացահայտեցի եւս մեկ փաստ եւ տարբերություն մեր սենյակների։ Այս թզուկ ֆենը իմ սենյակում էր, իսկ այս նորմալ մեծ ֆենը իմ հարսի սենյակում։ Ինչու։ Դաժե ստեղ անարդար։ Դեսերտների շարքը նկատեցիք, չէ՞, ինչ շատ էր։ Հիմա հերթով փորձելով դե գնում ենք։ Այս խմորեղենը տեսնենք ինչ համ ունի։ Մեջից եկեք ցույց տամ, այսենց։ Բերենց մեջ հալվում է շոկոլադե, այս թխվածքա խմորեղենը։ Ընտիր։ Շատ լավն էր, շատ համով էր։ Լրիվ չեմ կարողանա ուտեմ, որովհետև շատ է իմ համար ոնց որ քաղցրը շատ է։ Այս շոկոլադե մուսանման թխվածքա խմորեղենին դնում եմ 10-ից 10 շատ համով էր։ Հիմա այս ինձ թվում է չիզքեյքա, ասա չիզքեյքը փորձեմ։ Քաղցր չի։ Իսկ այդ տվորոգի շոկոլադի համն եմ առնում, շատ համով է։ Ունդեր։ Չիզքեյքերը իմ մոտ ֆավորիտների մեջ եմ մտնում, որտեվ շատ քաղցր չի, դրա համար ես չիզքեյքը օրինակ սիրում եմ։ Այս էլ է շատ համով էր։ Դեսերտը սառն է, հիմա համ տեսնում եմ ու ձեզ ասեմ համով է թե չէ։ Ֆիզալիս, չէ՞։ Ֆիզալիսը դնում եմ մի կողմ, ես չէի հիշում անունը։ Համ տեսնում ենք դեսերտը սառը։ Yummy, ես вообще ժելե շատ եմ սիրում։ Այսի մեկ ժելե։ Ընտի դեսերտ։ Ատամներ սառեց։ Քաղցրա, իմ համար մի քիչ։ Հա, մի քիչ։ Հավանեցի դու մամ։ Հա։ Մի քիչ քաղցր է, բայց համով է շատ։ Ժելեով բաղբաղակ ուտես այդ տիպի է։ Ապեն Մարիոտի բոլոր խոհարանները այս համով դեսերտի համար։ Հա, մի հատ էլ վրից ուտենք ցոգոլ մոգոլ։ Այս վերջերս նկատեմ, որ մի հատ հետաքրքիր տրենդ է գնում, այսինքն մինչև արդեն սեզոնը, երևի արդեն վերջացավ այդ տրենդը, դրսում ապրող մարդիկ շատ էին փորձում ցոգոլը։ Իրանք ցոգոլ չեն գողացել, ցոգոլ չեն կերել։ Կյանքում ցոգոլ չեն գողացել, չեն կերել։ Ակաշախ։ Լորավազան time։ Հիմա
սենց դատարկ վիճակումը ինչը ամենակայիցն է, երբ որ լողավազանը դատարկ է, ամբողջությամբ պատկանում է մեզ։ Թողեմ, որ չեմ սպորանում։ Լողավազանի և ջակուզիի ջուրը շատ մաքուր էր ու տաք, հաճելի էր լողալը։ Ներսում կար նաև շոգեբաղնիք։ Աննա ջան, հանգստանում եք, հաճելի է, գնա։ Այո, ինչպես տեսնում եք, ես ողջ եւ առողջ եմ, իսկ դա ընդամենը կատակ էր, որը ոչ մի դեպքում չի կարելի կրկնել։ Տեղին լողացել եմ։ Հավեսս հանեցի, որտեղ երկար ժամանակ էր չի եկել լողավազան, տենց մի լավ լողացա մի ժամ։ Անցնենք հաջորդ փուլին։ Հաց ուտելուն։ Մարիոտի կողմից նայեք ինչ համեղ հյուրասիրություն է մեզ եկել, ուղղակի բարձրակարգ սպասարկում։ Այս յամիները գիշերվա կեսել մեջ անենք ու գնանք քնենք հանգիստ սրտով։ Այն սաղ կալորիաները, որ կորցրեցինք համամում բասեյնում, հեսա սաղ հետ կվերականգնենք։ Այս քիսադելիայից փորձեմ։ Ուսը շալ համով ասած կծու կայֆոտ բանա։ Ընտիրություն։ Ճիշտ այս ժամի համար կալորիա պես շատ է, բայց համով է։ Մեջը հավի միս, պանիր ու բանջարեղեն։ Yummy։ Այս իմ քիսադելիան բերել եմ, որտեղ հանգիստ ուտեմ։ Մամ։ Եվ մաման խանգարում է, որ դու վլոգ անես։ Club sandwich-ս էլ էր համով։ Այդ դեսերտներն եմ մեջ հանում ու սա գնամ ու գմփամ։ Ու գնամ քնեմ ուզում եի ասեի։ Գնամ լողանամ։ Մի խոսքով։ Շո։ Արդեն ցայվեցի, ես ամազերս չորացնեմ, այս սիրումը կսեմ, բադիլասյոն հետս չեմ բերել փապկացնող, դրա համար հիմա այստեղին կօգտագործեմ, հոտը արդեն դուրս եկավ, հեսա փապկությունն էլ կսեմ, ասեմ լավներ, թե չէ։ Հեսա մի փոքր անեմ, լավ, հոտը շատ լավն է, փապուկ է, հոտն էլ լավն է, մազերս կչորացնեմ ու կգնամ քնելու, մեկ էլ ատամներս կլավանեմ էլ իհարկե, էդ էլ իմ քնելուց առաջ ռուտինը, քնաթաթաղ բարի լույս, ուզում եմ ցտամ ձեզ մեր տեսարանը, Թեց կեսա, եկեղեցին սին երևում է։ Մաքուրոտին վայելեցի մեկ բաժակ թեյ։ Ես այս շորիկս հագնեմ ու միասին պատրաստվենք։ Շորիկս ման ցես ցույց տամ։ Ես եմ ուզում հագնեմ, գնամ հաց ուտելու։ Get ready with me։ Եկա դες խոստորում, որ ընդհանրապես գիշեր չեմ քնել։ Ընդհանրապես։ Տենց շատ տոնական ինչ-որ մեյքափ չեմ անելու, ուղղակի պատրաստվեմ, որ իջնենք հաց, այսինչի չի գալիս։ Գնանք հաց ուտելու, սիրումը կսեցի, իմ ծեների նաբորը ինձ հետ բերել եմ։ Գույներով աչքերս կսում եմ, մի քիչ թրեմ ես մուքը։ Անում եմ հակա արևային գրեմ, SPF 50-ով։ Սա ամերիկյան հայտնի կայք կա, այնտեղից եմ պատվիրել։ Լավն են այս կրեմի, որ ոնց որ սենց չի հավաքվում, չի սպիտակում, ու տոնային կրեմը հանգիստ կարելի է քսել։ Իմ համար շատ կարևոր է, որ մաշկը լինի մաքուր, որ տոնային կրեմներ շատ չօգտագործենք։ Դրա համար իմ սիրելի հետևորդներ, ովքեր որ ունեն մաշկի խնդիր, հիմնական դիմում եմ իմ փոքր տարիքով հետևորդներին, ովքեր նոր են սկսում մեյքափ անել, աշխատեք, ձեր մաշկը միշտ պահեք մաքուր, այդ նշանակում է մեյքափով չենք քնում,
անպայման տոնային կրեմը անպայման մաքրում ենք դեմքից, լվացվում ենք, նոր քնում ենք։ Օրվա ընթացքում եթե կարիք չկա, ավելորդ տեղը չենք անում տոնային կրեմ։ Ես իմ փորձի վրա համոզվել եմ, որ ինչքան քիչ բան է լինում իմ մաշկի վրա, այնքան ավելի մաշկը մնում է մաքուր, թարմ ու ջահել։ Դրա համար աշխատեք վաղաժամ մի սկսեք օգտագործել տոնային կրեմ, եթե այդպես ինչ-որ կարիք չկա։ Իմ խորհուրդն եմ հետևորդներին։ Փոքր տարիքից вообще իմ մաման էլ էր ինձ խորհուրդ տալիս, որ տոնային կրեմ աշխատեմ ուշ օգտագործել, ու իրոք ես տոնային կրեմ շատ ուշ եմ սկսել օգտագործել, երբ որ երևի արդեն համարյա ավարտում էի իմ ինստիտուտ համալսարանը։ Այսինքն ես առաջի երկրորդ կուրսում вообще չեմ օգտագործել տոնային կրեմ։ Զարմանալի է, բայց դա ֆակտ է։ Դրա համար եթե դուք ունեք նորմալ սիրուն մաշկի բնական գույն, աշխատեք մի օգտագործեք, որ ձեր մաշկը մնա ավելի ջահել։ Այսօր մի տեսակ դեմքս ուռած է, ինձ թվում է դրանից է, որ գիշերը լավ չեմ քնել ու երեկվա լողավազան էին գնացել, շատ եմ ֆակելով լողացել, ինձ թվում է երևի դրանից եմ, սա զգում եմ։ Մազես վիճակը երեկվա մինի ֆենից հետո։ Ֆենով մի քիչ ուղեցի մազերս, մնաց զարդերս կախեմ եւ վերջ։ Գնացինք Նախաճաշի։ Ինչ ենք ուտում առավոտ շուտ։ Ձեզ ներկայացնում եմ տեսականեն պրոստը ինչ կա ընտրությունը։ Ցոգոլ առավոտ շուտ։ Որ փորիկը շատ լավ լինի։ Բնական յոգուրտներից եմ հաստատ ուտելու։ Հուսով եմ այսօր ուտելիքս չի տանի։ Հարսուս։ Այս պամիդորա պաներով չէ։ Ինձ վերցնում եմ հացիկ տապակած ձվով, որովհետև ես ամեն առավոտ ուտում եմ ձու։ Թվորոք ուտենք մի քիչ։ Այ զեյթուն շատ եմ սիմպլ։ Let's go պանիր, չեմ կարում պանիրից հրաժարվեմ ոչ մի ձև, կել մանգոյի, յոգուրտ, ինչ եմ ուտում ես, ինչ է ուտում հարսը, իրան էսել է շատ, թող իրան համեստ պահի, համով եմ, պամիդորը համով էր, Կարտոֆիլ էսա փորձեմ ասեմ։ Կարտոֆիլն է համով։ Մի խոսքով завтрак like dessert time սուրճերով իմը բնականաբար սև թեյ ու նարնջի հյութը թարմ կամած իսկական բնական մենք տեղափոխվեցինք դուրս որտեղ ստեղ ավելի հաճելի է վայելել սուրճը Վայելում ես։ Վայելես։ Քեզ ռեժիմով ծեծել եմ, այսօր արդեն հանգիստ վայելում։ Չես տվե, բակա վայելես։ Ուտես, իմնել կուտես։ Սոված թողեցիր ինձ։ Աննա գոհես կյանքից։ Սա։ Գնում ենք թենիս խաղալու, ավելի շուտ գնում ենք ֆոտոսեսիայի հետևից, որովհետև ես չգիտեմ թենիս խաղալ, դրան համապատասխան լուքով։ Let's go։ Թենիսի կորտը, հիմա ստեղ ցույց կտամ իմ թենիսի գիտելիքները։ Ձեզ համար մաստեր կլաս, ոնց պետք է խաղալ իսկական թենիս։ Գնդակը գցում եք օդ ու աշխարհի ռակետկա Աննա Մոլան հիմա պայքարելու է իր թշնամիների դեմ հարսի չոփ ինչ արված այ սենց է պետք վրեժ լուծել ու այս շատ պրոֆեսիոնալ խաղերի շնորհիվ գնդակները հայտնվեցին այ այնտեղ Ես շատ բոյով եմ, ես հաստատ կհանեմ, իմ բոյը 1.56 է։
Ուր խաղանք։ Պակա գնդակներ։ Պետք է խոստովանեմ, որ երազել եմ միշտ սենց թենիս կարողանամ խաղալ, նույնիսկ որոշել եմ մի ժամանակ հաճախել թենիսի, բայց ոչ հաճախեցի, ոչ էլ սովորեցի։ Թենիսի կորտում արեցինք լիքը սիրուն ֆոտոներ, այդ ֆոտոշարքը կարող եք տեսնել իմ Telegram-ում, вообще լիքը ֆոտոներ կարող եք տեսնել իմ Telegram-ում, միացեք իմ Telegram-ի ալիքին։ Թենիսը դորդու բեշ արեցինք, գնում ենք հիմա բասկետբոլի հետևի։ Մայքլ Ջորդանը իմ հերո դվայորնի հորողբերն է։ Այս է բասկետբոլի դաշտը։ Ես լավ բասկետբոլ չեմ խաղում, զատո բալետ եմ ապրել։ Ինչ կարամ էդ եմ անում։ Մենք մի լավ թռվռացինք, խաղացինք, բոլոր կատակները մի կողմ, ես շատ եմ սիրում սպորտի բոլոր տեսակները, դրա համար սրտանց ուզում եմ տալ ձեզ մեկ խորհուրդ։ Պետք է զբաղվել սպորտով։ Հիմա հյուրանոցից դուրս են գալիս, որ գնանք հաց ուտելու։ Մենք արդեն ճանապարհին ենք ու գնում ենք Ծաղկաձորի ռեստորաններից մեկը։ Ես չեմ համբերում, թե երբ ենք տեղ հասնելու, ու արդեն պատկերացնում եմ ոնց եմ համբ ալնելու համով ուտելիքները։ Կաֆեն էլ իրականում հեռու չէր, 5 րոպեից հասանք։ Դու գարան խաշլամայեր չէ ուտում, հարսիս մի հատ գարան խաշլամա, ինձ մի հատ աղցան։ Yummy։ Մենք վերջապես կողմնորոշվեցինք եւ վերցրեցինք լահմաջո պանրով եւ ֆիրմային աղցան, ինչպես նաեւ խինկալի։ Պանրով լահմաջոն իսկապես համովություն էր, հատկապես ես մի ամիս էր ասում էի համով լահմաջո եմ ուզում ուտել եւ վերջապես այո, կերա։ Անկեղծ ասած ֆիրմային աղցանը այդքան էլ չհավանեցի, իսկ խինկալին ուղակի էլ տեղ չմնաց։ Բայց լահմաջոին միանշանակ լայք։ Ագո, իմն էլ կերով։ Այս սենց են նայում ինձ տունը։ Կամ հանգստի ժամ մի պահ, լրիվ հանգստի, որ ուղակի պարկել էինք, հանգստանում էինք բոլորս ամենմեկս մեր սենյակում, բայց հիմա արդեն ուզում ենք գնանք երևի թե լողավազան։ Իրական ես նորից գնացել էի լողավազան, ուղղակի ձեզ իմ հետ չէի տարել, դրել էի ձեզ զարյատկայի, տենց, ոնց որ դուք էլ հանգստանայիք, ես էլ իրոք իսկապես հանգստանայի։ Հիմա կհագնեմ, կպատրաստվեմ ու կգնանք մի քիչ այստեղ կզբոսնենք։ Հիմա ոնց որ դուրս ենք եկել, իրոք մաքրոցի, մի քիչ այստեղ զբոսնենք։ Շա զբոսնեցինք, կարանք գնանք։ Վայ, ոնց եմ սիրում եղևնիները։ Ես ու եղևնին, одноклассником, սիրո հրեշտակ։ Գիտեք, չէ, ես հարսս եմ մշակ, ես ասել էի նախորոք, որ ինքը սիրուն սենց սաղ, սենց սարքի մանրամասն կտրտի, որ մենք գանք ու մաքուր ու ակուրատնի լինի։ Իրա ձեռից ամեն ինչ գալիս է, ինք ամեն ինչ կարում է անի։ Նկարում ես։ Հələ դե ձենը միացավ, բայց միկրոֆոնը միացել է։ Աննա ջան, նկարում եմ, հա մի հատ կենտրոնացել եմ վարձով գեղեցիկ այգի կոդ դեպե 6445։ Մշակված վիճակում։ Գինը պայմանագրային։ Գրեք կոմենտներ։ Սիրուն է, բայց տեղ իրոք։ Հա որ։ Մանուկ ենք մի ժամանակ Աննա Մուլայի հետ։ Եվ նա այսպես թռվռում էր բացատում։ Նա պաստակն է, ես սիրունիկ, մորթի շատ պապուկ է, ու ձյունիկ, ծափարում եմ քեզ Աննա։ Լրիվ տափակությանն ու գագաթնակետն է լինում արդեն, որտև։ Մի հատ առանձին ուզում եմ իրոք մերսի ասեմ շատ բոլորի ձեր ուպուշ ու լավ կոմենտների համար, որ գրում եք, ապրեք շատ ձեր ակտիվության համար։ Ես անում եմ նաև ուղիղ եթերներ, կարող եք միանալ նաև իմ ուղիղ եթերներին YouTube-ում, անպայման բաժանորդագրվեք։ Դին ընդհանուր ամփոփելով կարամ ասեմ, որ իրական շատ լավ անցավ եւ հուսում եմ, որ այդ դրական էմոցիաները կարողացա փոխանցեմ նաեւ ձեզ։ Էստաֆետան ու տարոսը փոխանցել ձեզ, գնացեք հանգստանալու։ Մերսի շատ, որ մինչև վերջ նայեցիք իմ վլոգը։ Եթե ուզում եք էլի նմանատիպ վիդեոներ, անպայման պլյուս ենք դնում կոմենտներում, follow ենք լինում ու սեղմենք like։ Ձեզ սրտին։